Բարի երեկո իմ համով հոտով հետևորդներին, ոնց եք երեխեք ջան, հիմի կասեք կորել եմ, չկամ, բայց ուզում էի մի հատ կարճ վիդեո տեղադրեի, ասեի ինչն է պատճառը, գիտեք թե որ պապաս վատ առողջ էր, դիագնոզը, ոնց որ մենք իմացանք, չարվորակ քարտկեղ, ու բժիշկները չկարողացան թե ոչի բան անեին, երկուշաբթի օրը պապայիս տարանք հիվանդանոց, երեքշաբթի օրը բժիշկները նայեցին, ասեցին կներեք, որ էլ ոչ մի բան չենք կարող անենք, չորեքշաբթի առավոտը պապաս մեզ թողեց, լքեց մեզ ու գնաց մամայիս մոտ երեխեք ջան, դրա համար ոչ կարողանում էի ձեր նամակներին պատասխանել, ոչ էլ վլոգ էի կարում տեղադրեի, ասեցի ես 2 օր անցնի, որ կարողանամ մի քիչ գոնե ձեր հետ զրուցեմ, որպեսզի ասեմ ինչն է պատճառը, որ ոչ վլոգ եմ տեղադրում, ոչ էլ ձեր նամակներին եմ պատասխանում, որովհետև գրել եք շատ երեխեք ջան, բայց չէի կարողացել ոչ պատասխանել, ոչ էլ ինչ-որ մի բան, դրա համար ասեցի մի հատ կարճ սենց ենքան, որ վլոգ անեմ, որ իմանաք ինչն է պատճառը, ինչի կապի դուրս չեմ գալի, ինչի վլոգ չեմ տեղադրում, ու ասեմ երեխեք ջան, որ վլոգներս մի քիչ կուշանա, վլոգներ ունեի նկարած, բայց դե չհասցրեցինք գցել YouTube, բայց ոչինչ, մի քանի օր անցնի երեխեք ջան, մի քիչ օր արդեն կարողանամ հանգիստ արդեն ինչ-որ խոսել կամ ինչ-որ մի բան, արդեն այդ վլոգները, որ ունեինք նկարած կտեղադրեմ, դրանից հետո արդեն երևի թե քիչ արդեն վլոգներս կվերականգնվեն, բայց դե արդեն մի քիչ ուրիշ ձև, մինչև մի քիչ ցավս կմեղմանա, որովհետև ոնց որ գիտեիք, 3 տարի ու կես առաջ մամաս մեզ լքեց, նույն հիվանդությունով, ու հիմա պապաս, գիտեք որ դժվար է, 2 ծնողին կորցնելը, արդեն մնում ես մենակ, արդեն մեծանում ես, որովհետև քանի դու ծնող ունես, դու երեխա ես, այդ որ արդեն ծնող չունես, արդեն դու մեծանում ես, նենց որ պապայցս հետո մենք արդեն մեծացանք, թե ես, թե իմ 2 աղբերները, դժվար է երեխեք ջան, չգիտեմ, ոչ մեկին չեմ ցանկանա այդ ամեն ինչ, ու միշտ ասում եմ Աստված ջան, եթե ինչ-որ բան պիտի լինի, թե ժամանակին լինի, դրա համար երեխեք ջան, կներեք, էլ չեմ կարա շարունակեմ, ուղղակի ուզեցա ձեզ տեղեկացնեմ, ինչ ա եղել, ինչի համար չեմ պատասխանել ձեր նամակներին, ինչի համար վլոգ չկա, որպեսզի ինձանից չնեղանաք երեխեք, որովհետև վերջի վլոգում ասում է երեխեք չմոռանաք չելենջի մասին ես կոմենտում, ու մի անգամից անհետանում YouTube-ից, դրա համար ուզեցա ձեզ տեղեկացնեմ երեխեք ջան, ինչն էր պատճառը, հիմա ձեզ կասեմ, լավ մնացեք, ամենակարևորը առողջ եղեք, խաղաղ, մեկդ մեկին սիրեք երեխեք ու մեկդ մեկի կողքին եղեք, ինչքան կարաք, ես միշտ ասել եմ այդ,
Ինչքան կարաք մեկդ մեկին սիրեք, վայելեք, ժամանակ անցկացրեք իրար հետ, որովհետև չգիտեք վաղ ինչ կլինի։ Խոսքով երեխեք ջան, կներեք ես վլոգի համար, որ սենց այս վիճակով եմ դուրս գալի YouTube, ուղղակի ուզում էի ես անձամբ ձեզ ասեի, որովհետև իմ լրիվ ինչ ես վլոգը վարում եմ, իմ ուրախությունները, իմ տխրությունները, իմ ամեն ինչը ես միշտ կիսել եմ ձեր հետ։ Ամեն առաջի օրվանից, որ ինչ ենք ուզեցել անենք, ինչ ենք անում, ուր ենք գնում, ինչ ենք ոնց ինչ, միշտ կիսվել ենք ձեր հետ, ուրախացել եք մեր հետ, տխրել եք մեր հետ։ Դրա համար չուզեցա, որ ուրիշ մարդ խոսեր, ասի լավ, կհավաքեմ, ինձ կխոսեմ, կասեմ իմ հետևորդներին ինչ ա եղել, ինչ չի եղել։ Ու հետո մի քանի օրից երևի թե դուրս կգամ արդեն կապ երեխեք։ Սերոժին ասեց այն վլոգները, որ ունենք, մինչև այս դեպքը պատահելը։ Մի քանի օրից ինքը արդեն երևի կգցի YouTube, մինչև երեխեք ջան, մի քիչ կազդուրվեմ, նոր արդեն երևի թե կհանդիպենք։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բոլորիցդ երեխեք ջան։ Դե լավ մնացեք, սիրում եմ բոլորիդ, բարին ընդ ձեզ երեխեք ջան, հաջողություն։